Համացանցի դերը գնալով ավելի է մեծանում։ Այն դարձել է կապի եւ ինֆորմացիա ստանալու կարևորագույն միջոց։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց պարզապես անհնար է պատկերացնել ժամանակակից աշխարհը առանց համացանցի։ Սակայն համացանցից օգտվելը չի սահմանափակվում միայն դրական կողմերով։ Այն ունի նաեւ բացասականը, հատկապես անչափահասների համար։ Հայք News-ի հետ զրույցում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը առանձնացրեց համացանցի եւ դրական եւ բացասական կողմերը։ Առաջնային իհարկե դրականը դա այն է, որ օգտվում է կրթական մոտեցումները, հաստատի երեխաները ունեն մեծ հնարավորություններ ինքնուրույն զարգանալու, դա շատ հատկապես կարևոր է այն երկրների կամ այն միջավայրերի համար, որտեղ կրթությունը որակյալ հասանելի չէ։ Լինի դա այն պատճառներով, թե ֆինանսական եւ բացասական ազդեցությունները իրականում շատ են ու շատ կախված է թե խոսքը ընդհանրապես երեխա ասելով ում մասին նկատի ունենք։ Մեծ հաշվով, եթե խոսքը գնում է իսկապես փոքր երեխաների մասին, այսինքն նախադպրոցական կամ 7-10 տարեկան երեխաների, ապա այստեղ ակնհայտ է, որ երկարաժամկետ ընդհանրապես որոնց օգտվելը երեխաների հաճախ դարձնում է ավելի ծրված, կենտրոնացումը թուլանում է, դեպքերում կարող է ագրեսիվ դառնալ։ Թե որքանով են կիբերհարձակումները շատացել, ըստ մեդիափորձագետի որևէ հստակ վիճակագրություն չկա։ Սակայն ինչ վերաբերում է կիբերբուլինգին, ապա կարող ենք ասել, որ դրա քանակը բավականին մեծ է։ Իրականում հստակ վիճակագրություն ոչ միտեղ չկա, որովհետև երեխաները մեծ մասը դեպքերի ոչ միայն իրավապահներին չեն դնում, այլ նույնիսկ ծնողներին կամ դասատուներին, բայց եթե ծայրացնենք կիբերբուլինգը որպես հարձակման ձև, ապա այսօր կարելի է արձանագրել, որ երեխաների բավականին լուրջ հատված, երկուց էլ է տարբերվում իհարկե, բայց մեկ երրորդը դառնում են հարձակումների ձև։ Այն հարցին, թե ծնողների վերահսկումը որքանով է արդյունավետ կիբերհարձակումներից երեխաներին զերծ պահելու համար, մասնագետը նշեց. Իրենք արդյունավետ չեն, որովհետև ծնողներն են անգրագետ։ Իրականում կարող են արդյունավետ լինել, եթե նորմալ օգտագործեն, բայց ծնողները մեծ մասը տեղյակ չեն։ Սոցիալական ցանցերում գործող կեղծ հաշիվները հաճախ են թիրախավորում անչափահասներին, նրանցից պահանջելով գումար, անձնական ինֆորմացիա կամ ինտիմ լուսանկարներ։ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ անչափահասներին թիրախավորողները կարող են լինել ինչպես շարքային կիբերհանցագործներ, այնպես էլ անչափահաս երեխայի դասընկերը, հարևանի երեխան կամ պարզապես ծանոթը։ Թիրախավորելը դա կարող է լինի օրինակ մանկապիղծ, ու կարող է լինել համադասարանցի, որը ուղղակի իրան թվում է թե կատակով ինչ-որ երեխային զվարճանում է կեղծվելով, այնպես որ շատ տարբեր կարող են լինել մոտեցումները։ Մեդիա կոնտենտի տարածման համար մեծ դեր ունեն համացանցային ալգորիթմները, քանի որ հենց դրանց ակտիվացման միջոցով ենք մենք դառնում որոշակի կոնտենտի սպառող։ Մեդիափորձագետը նշեց, որ համացանցային ալգորիթմներից ամենաարդյունավետը աշխատում է Մետան, քանի որ այն անչափահասների առաջ որոշակի սահմանափակումներ է դնում ի տարբերություն TikTok-ի ալգորիթմների։ Ցանցերը տարբեր են, TikTok-ի ալգորիթմը եւ X-ի ալգորիթմը շատ իրարից տարբերվում են։ Օրինակ Մետան ընդհանրապես Ամերիկայում գրանցված ցանցերը մինչև 13 տարեկան երեխաներին ընդհանրապես թույլ չի տալիս մտնել ցանց։ Իսկ մտնելուց հետո էլ արտադրում է միայն ընկերների համար ինֆորմացիա տարածել եւ այլն, այնպես որ բավական սահմանափակ գովազ չի թույլ տալիս թիրախային տեղադրել անչափահասների վրա օրինակ Մետան։ TikTok-ը օրինակ շատ ագրեսիվ ալգորիթմ ունի այդպես անկելուց, այսինքն շատ կախված է որ սոցցանցի մասն է։ Ինչ անել, երբ անչափահասը արդեն դարձել է ինտիմ հարձակման զոհ։ Նման դեպքերում երեխան ամաչում կամ վախենում է հայտնել ծնողներին, քանի որ մտածում է, որ ծնողները հենց իրեն կմեղադրեն։ Մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս նման դեպքերում դիմել այն մարդուն, ում ամենաշատն ենք վստահում։ Տեսեք, այստեղ շատ միանշանակ է ինքնուրույն հարցը լուծել չի կարելի։ Ու ինչքան ավելի երկար է փորձում ինքնուրույն տակից դուրս գալ, այդքան իրավիճակը ավելի վատթարան։ Այնպես որ պետք է գտնել ինչ-որ մեկին, ում վստահում ես եւ դիմել, որպեսզի ավելի անկաշկանդ օգնես
Տանը վիճակում գտնվող մարդ փորձի առաջարկել լուծումներ։ Այդ մարդը ով կլինի շատ կապված է երեխայից։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հետաքրքիր մի փաստ ներկայացրեց։ Պարզվում է, որ հայալեզու մեդիա կոնտենտը շատ ավելի անվտանգ է, քան անգլիալեզու կամ ռուսալեզու մեդիա կոնտենտը։ Լսենք մասնագետի մեկնաբանությունը այս հարցում։ Եթե հայալեզուն, ապա ինքը շատ ավելի քիչ վնասակար է բովանդակության տեսանկյունից, օրինակ նույն պորնոգրաֆիկ կոնտենտը հայալեզու գրեթե գոյություն չունի։ Բայց թիրախավորված տեսանկյունից եւ այլն տանգավորը զուտ են պատճառով, որ երեխային ավելի հասանելի է լեզվական առումով, բայց որ ասենք որ հայկական հայալեզու բովանդակությունը ինչ որ արտարոց վատնա, ապա չէ։ Այլ մի բան էլ ավելի մեղմ է, որ քիչ կա սպეციფიկ տիպի բովանդակություն հայերեն ստեղծված։